Քարան էսա հենց հիմա զանգեմ է 18 թվին բռնի պլաչակատարան 63,000 դրամ փոխվեցի եկեք սենց անենք հիմա ձեր տվյալները ֆիքսենք մի հատ հանենք արխիվից տենանք ինչի են տարել օր ամիս ամսաթ հիմա այդ լիցենզիայի համար եկեք հանենք կպարզաբանենք մի հատ Գագի մի րոպե եկեք իմ օգնականն է մի հատ տվյալները վերցրու ընդեղ տեղ կա գնացեք նստեք տվյալները վերցրու ասում եմ ես հայտարարություն եմ արել իմ հայտարարությանը հակասող իրան տարել են պլաշատկա եւ տուգանել են հատ ստուգի 18 թվին բայց հատ ստուգ արխիվից անեք նա հասկանանք տենցած է տենց Գնանք մի հատ պոլիկլինիկա այնուամենայնիվ Մեր բժիշկները լավն են, իզուր եք ասում Հա, դեք ունեք բժիշկ, դե մի ուրեմն ավելի մոտիկ բժիշկ ունեք, քան կանխատեսվում է Բոլոր խաղերի ժամանակ նկարվում Մի հատ թխված մամակապարտեզուան նորա Ոչինչ Քաղաքային Ես իրան կտեմ Մարկայանի մանկապարտեզ Ես էլ իրան կտեմ Բայց գիտեք, որ առողջության ապահովագրությունից օգտվում ենք Ուրասում չեմ գրանցվել Դե գրանցվելու կարիք չկա, ձեր քարտը ձեր պոլիկլինիկայում է, երբ որ ասենք կարիք ունենա, գնում եք գրանցվելու կարիք չկա, դուք գրանցված եք արդեն։ Դուք պոլիկլինիկա ունեք, չէ՞։ Վերջ։ Չէ, եթե կարիք ունեք, ինչ որ բողոք ունեք, այդ ժամանակ գնում եք դե փառք Աստծո։ Նկատի ունեմ տենց հատուկ գրանցվելու կարիք չկա։ Այսինքն գրանցումն է նա, որ գնում եք ասում եք գրանցվում եք ծառայություն ստանալու համար։ Այսինքն գնում եք ասում եք ես այսինչ խնդիր ունեմ, այս խնդիրը պետքա իմիջիայլոց էլ ասեմ, որ առողջապահագրությունը բացարձակապես ամեն ինչ չի ծածկում։ Ընդհանուր առողջապահական ծառայությունների 30%-ը, բայց դա այն 30%-ն է, որ ամենաշատն են մարդիկ օգտվում դրանից։ Այսինքն կան հազվադեպ ինչ-որ հիվանդություններ եւ այլն։ Ինչ էր լցվել։ Բանա, առանձնատունա, բազմապետ։ Որտե՞։ Սա այն քանի տակ եկել են նոր տրասամորտարի ծառայական։ Նոր եկել են։ Մերը քանդվել է։ Բա ուր եք գնում հիմա աշխատանքի։ Հա, ես գործ եմ գնում։ Քանի տարեկան եք։ 74 Ու մինչև հիմա աշխատում եք։ Շատ ճիշտ եք անում, շնորհակալ ենք ձեզ դրա։ Բոլորը անստանց եք գնալ Իմեն մեծ հաջողություն, ավելի շատ ձեռքբերումներ։ Մենք ձեզ հետո ձեզ շատ սիրում ենք։ Շնորհակալ ենք, մենք էլ ձեզ ենք սիրում։ Հետո քաղաքի տանիք եկան այդ գործունեները ցանկեցին են գնացին ահագին ժամանակ։ Դա հիմա մնում ապարտել է։ Ձեր թոշակը ավելացել է։ 46 Նվազագույն եք ստանում, բա հետ վճարով ինչքան եք ստանում։ Ես վճարում եմ 6000։ Հա? 6000։ Անկանխիկ որ առևտուր եք անում 6000-ը հետ գալի։ Չէ, ես որ աշխատում եմ, դե անկամ։ Չէ, բա առևտուրը թոշակով, քարտով չեք անում։ Հա։ Բա ինչքան է փողը հետ գալիս։ Ես չգիտեմ ինչքան։ Պետք է մի 10000 գա կամ 8-9 գոնե պետքա գա, բայց անկանխիկ եք չեք հանում, չէ՞ փողը քարտից։ Որ պետք է լինում անել, ոչ չէ։ Օրինակ ինչի համար է պետք է լինում քարտով, բա։ Հարևանս պարտեի, ասեցի սենց անել, ասի չէ, ինձ փողը պետք է։
Ես ես պատերում թոշակը անեցի։ Հա, դե պարտքը իմիջար։ Հա, հասկաց։ Հաջան։ Ես բոլոր վարչական շրջաններում այսպիսի բաներ սա մենք ենք պատրաստում։ Դե դիմի Սանյանի ցույց են տվել ու վերել են շուտով գրասեն սայաթի ասեց հələ չենք քննարկել ծեցա դեզել դե դա հետագայում կնայինք հիմա պարզա չենք անին որովհետև կստացվի որ քարոզչություն ենք անում բայց հետագայում կարելի է մտածել Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, որ աշխատում, բայց ձեզ համար էլ չի ավելի լավ, որ աշխատում եք։ Տանը, որ հիմա ում հետ եք ապրում։ Ես աղջիկս եմ։ Հա, ասենք նստեք տանը ամբողջը։ Դե գնու բարից եմ։ Էլեկտրոնով եմ պատինայի, թե Իսկ տրանսպորտով եք գնում ամեն օր, հա։ Ստացվում է տրանսպորտից օգտվել։ Էսա էլի ամենից 6300 լցվում եք, քանի օր եք գնում։ մի ամիս։ Ամեն օր աշխատում եք, ինչ շաբաթ կիրակի չկա։ Որ եմ տանում անում, կիրակի Մի րոպե։ Ամսվա մեջ 2 օր եք, թե շաբաթվա մեջ 2 օր։ շաբաթով։ Այսինքն շաբաթվա մեջ 8 օր հանենք, հա, 30-ից հանենք 8 օր, կնի 22 օր, ճիշտ է։ 6300 ասցի։ 6300, վայ։ 6300-ը, 6300-ը բաժանենք 22-ի։ Ըլնում է 286 դրամ օրը, մի հատ գնում եք, մի հատ հետ եք գալիս։ Բաժանած 2-ի հավասար է։ 143 դրամ է գալի նստում ձեր վրա մի երթուղի, բայց կարող է երրորդ տեղ էլ գնաք, ուրիշ տեղ չեք օգնում, ընդհանուր։ Ուրիշտեղ է որ գնում եք ոտորով։ Բայց եթե ասենք ուրիշ Այդքան հեռուն տրանսպորտում։ Դե բայց դե ենթադրենք ամսվա մեջ 2-3 անգամ էլ գնաք, որևէ տեղ եք ստացվի ավելի էժան է նստում։ Դե առողջություն ձեզ։ Եղբայր դու անցի նստի։ Վայ, բարև եղբայր։ Լավ է։ Ոնց են գործել։ Աշխատանք եք գնում։ Աշխատում եք, թե ուսանող եք։ Չէ, աշխատում եմ։ Լավ են գործերը։ Քարտեզն է վերին ձեզ։ Իսկ ինչ կրթություն ունեք։ բակալավր եմ ավարտել Որ ոլորտում եք ուզում եմ հասկանում աշխատում։ դե ոլորտում Հա։ Հիմա գործի եք գնում։ Լավ է գործերը։ Բարև ձեզ։ Լավ եք։ Քարտեզ նվիրեմ ձեզ։ Աշխատում եք թե ուսանող եք։ Համ աշխատում եք, համ ուսանող եք, շատ լավ է։ Այդ հոյակապ 3-րդ համալսարանն եք ավարտում։ Շնորհակալ ենք ձեզ դրա համար։ Իրոք շնորհակալ ենք։ Թողիչն է։ Հաջողություն։ Ձեզ էլ։ Գալիս եմ, բայց չեմ անում։ Ինչ կա չկա, բարև, ձեզ չեմ տեսել, չէ՞։ Բարև ձեզ։ Լավ եք։ Դուք ոնց եք։ Գործեր ոնց են։ Քան տարեկան եք։ 65։ Գործ չես տանը, կարող Տիկինը գործի էր գնում, կան թոշակառուներ, որ աշխատում։ Համեցեք։ Չի նստեք։ Չէ, ասեք։ Կներեք։ Ասեք։ Աստուծո է, իմ տղան դասություն ունի գնում աշխատանքի չեն գտնում։ Բարձր է։ Քանի դատվածություն ունի։ Մի։ Ինձ հետ այավ է։ Որտե՞ղ։
Կոշու։ Արինի հացերը պահակ չկա, Դե հիմա դա գիտեք սուբյեկտիվ բան է, ինքը պետք է շփվում է, շփման արդյունքում տպավորություն թողում չէ, ինքը պետք է դրա վրա աշխատի, որ այնպեսի տպավորություն թողնի, որ արժի իրան ընդունել։ Դե դա այդ եմ ասում էլի մի քիչ սուբյեկտիվ է, պետք է ինքը իր վրա աշխատի, որ ընդունեն աշխատանքի։ Ինքը իր վրա պետք է աշխատի, մտածի ինչի իրան աշխատանքի չեն ընդունում։ Դատվածությունը չի կարևոր, սկսած շարժու ձևից, խոսալու ձևից, շփվելու ձևերից եւ այլն, պետք է ինքը իր վրա աշխատի։ Էդ է, որ ասում ենք կրթությունն է, եթե պետք է ինքը իր վրա աշխատի։ Որտեւ խնդիրը ամենաբարդը աշխատանքի ընդունվելը չէ, ամենաբարդը այդ աշխատատեղում մնալն է, որ մարդկան Ինչ? Ինչի? Դե պետք է այնպես տպավորություն թողնի։ Տպավորությունը շատ լավ է, աբսոլյուտ, բայց դրա համար չէ։ Ինչ պահակի գործ է ուզում ինքը։ Հա։ Դեպուս պահակ։ Ինչ ասում, Հիմա ցավոք չեմ կարող ես այլ խոստում տալ, որովհետև ընտրական օրենսդիրքը սահմանափակում է տենց խոստումներ տալ։ Հետագայում եթե առիթ կլինի, պետք է կհանդիպենք, իջնում ենք։ Մի հատ քարտեզ տիկնոջը նվիրեն։ Մյուս տիկնոջը, հաջողություն ձեզ։ Բալյա ձեզ նվիրել, լավ որ ձեզ։ Գնացի եղբայր, կներեք չհասցնենք շփվենք։ Առողջություն ձեզ։ Լավ։ Ցույց տուր մեզ ճանապարհ։ Էս ինչ հա ժողովուրդ է։ Շուն, աղունիկներ։